Ողջույն, օրվա ամենաթեժ միջազգային թեման Իրանի դեմ Իսրայելի հարձակումն է։ Նախորդ գիշերվանից Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Իրանի տարբեր օբյեկտներին, այդ թվում միջուկային եւ ռազմական։ Կան զոհեր եւ վիրավորներ, այդ թվում բարձրաստիճան զինվորականներ, Իրանի զինված ուժերի շտաբի պետը եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը։ Թեմայի շուրջ կզրուցենք արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Այսպես իրադարձությունները զարգանում էին ամբողջ օրվա ընթացքում, սկսած նախորդ գիշերվանից եւ առավոտյան հարվածները շարունակվում են, ինչպիսին է իրավիճակը այս պահին Իրանում եւ ինչի հետ մենք ընդհանրապես գործ ունենք, արդյոք սա ռեգիոնալ պատերազմ է կամ կարող է հանգեցնել դրան։ Շնորհակալ եմ, այս պահին դեռևս հակամարտությունը երկկողմ մակարդակում է, Իսրայել-Իրան մակարդակում է, այս պահին գործ ունենք շարունակվող հակամարտության հետ, ռազմական գործողությունների հետ, իհարկե այն տրամաբանությամբ, որ ուներ այս հակամարտությունը, կարող է նրանց միջև երկու երկրների միջև չկա ընդհանուր սահման, հիմնականում այդ օդային, թիրախային գործողությունների տեսքով է ընթանում հակամարտությունը։ Իհարկե նա այն ինտենսիվությունը չունի, որ անցած գիշերվա ընթացքում էր, բայց պարբերաբար տեղեկատվություն է ստացվում, որ Իսրայելը տարբեր գործողություններ է իրականացնում Իրանի տարբեր հատվածներում, խոցելով ռազմավարական կարևորության տարբեր օբյեկտներ, դրանք պահեստներ կլինեն հրթիռաշինական արդյունաբերության հետ կապված հրթիռների հենց կոնկրետ պահեստներ կլինեն, դե միջուկային օբյեկտների մասին ավելի վաղ տեղեկատվություն տարածվել էր, դուք էլ նշեցիք բարձրաստիճան զինվորականների եւ իհարկե միջուկային ոլորտում մասնագիտացած ֆիզիկոս գիտնականների դեմ այդ թիրախային գործողությունները։ Ի պատասխան գործողությունների մասով բավականաչափ սուղ է դարձած տեղեկատվությունը, ընդ որում ասեմ, որ այս պահին հենց Իրանից եկող տեղեկատվությունն էլ սուղ է, հիմնականում միջազգային լրատվամիջոցների միջոցով է ինֆորմացիան հասնում եւ այստեղ կա մեծ հավանականություն, որ քարոզչական պատերազմի համատեքստում իսրայելական գործողության արդյունքները կարող են ավելի ուռճացված լինել, Իսկ Իսրայելի պարագայում այստեղ Իրանը ինչպես կարող էր կամ աշխարհը ինչպես կարող էր ծանոթանալ Իրանի գործողությունների արդյունքներին, մեծ հաշվով եւ հիմնականում այդպես էլ եղել է, հենց տեղում տարբեր նկարահանումների միջոցով, որոնք Իսրայելի քաղաքացիներ, գուցե պաղեստինցիներ, զբոսաշրջիկներ կարող են նկարել եւ տարածել համացանցում, Քանի որ Իսրայելի կողմից սա շատ լավ կազմակերպված եւ այսպես ամենան մանրամասնությամբ գծված գործողություններ, Իսրայելը մեկ օր առաջ հրահանգել էր բոլոր քաղաքացիներին սպառնալով, որ որևէ մեկով Իսրայելի տարածքում ընթացող որևէ կամ Իսրայելի դեմ իրականացած որևէ գործողության պարագայում կնկարահանի եւ կտարածի սոցիալական ցանցում, նրանց նկատմամբ շատ լուրջ պատիժ է սահմանված եւ առավոտվանից վաղ առավոտից ուրեմն տարբեր շրջաններում բնակչությունը ահազանգվել է հնարավոր իրանական գործողությունների հետ մասով եւ նախազգուշացել որ բարբերաբար կարող են անվտանգային այդ բունկերներ իջնել, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այսինքն այս բանը եթե ամփոփելով նշեմ, Իրանի պատասխան գործողությունների մասով գոնե ես որևէ արժանահավատ տեղեկատվության չեմ հանդիպել, բացի այդ սպառնալից հայտարարություններից եւ անօթաչու թռչող սարքերի ու նաեւ հրթիռների միջոցով պատասխանի վերաբերյալ տարբեր երկրների նաեւ տեղեկատվություն, ցնենք Հորդանանից է տեղեկատվություն հնչել, որ նրանց հոգով որսացել են ինչ որ օթային հարվածի ուրեմն միավորներ եւ այլն։ Տեղեկություն կար, որ օրվա ընթացքում կեսօրին որ արդեն անօթաչուները հասել են Հորդանանի օթային տարածք։ Այդ խոսք տեղեկություն կար, որ Միացյալ Նահանգները բրիտանական օթուժներ բարձրացել կանխելու համար իրանական հնարավոր հարվածները Իսկ Իրանի մասով էլ դարձյալ տարբեր շրջաններում, տարբեր քաղաքներում, օրինակ օդանավականների դեմ
հարձակումներ, ինչպես արդեն նշեցի, ռազմական նշանակության օբյեկտների դեմ։ Այսինքն, եթե ամփոփելով նշեմ, ոչ շատ ինտենսիվությամբ, բայց հակամարտությունը շարունակվում է եւ իմ կարծիքով դեռևս շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը ունի հնարավորություն որևէ լուրջ կանխարգելիչ քայլ չի իրականացվել այդ գործողության զսպման մասով եւ քանի դեռ կան չլուծված խնդիրներ եւ հնարավոր կլինի դրանք իրականացնել։ Ընդ որում, եթե օրինակ նման գործողության նախաձեռնման օրինակ առաջնային նպատակը Իրանի միջուկային ծրագրի զարգացումը կանխելն էր կամ օրինակ Իրան-Միացյալ Նահանգների դիվանագիտական գործարքը խափանելն էր, հիմա եթե շատ հաջող է այս գործողությունը, կարող են գործողության նպատակները փոխվել, այսինքն կարող են նոր գործողություններ կամ նոր պլաններ առաջանալ արդեն Իրանի ներսում, դիցուք օրինակ ասենք վարչակարգի տապալումը, որը իսրայելական վերջնանպատակն է Իրանի հետ հակամարտության համատեքստում։ Քան դեռևս կա շատ մեծ անորոշություն եւ հետագա զարգացումները միայն ցույց կտան, թե ինչ սցենարով է շարունակվելու հակամարտությունը։ Կարող ենք ասել, որ Իրանի պատասխան հարվածը անխուսափելի է, եթե այո, ապա ինչպիսին այն կարող է լինել։ Դե պատասխան գործողությունը արդեն սկսվել է, մենք խոսեցինք այդ մասին։ Տեսեք, այս հակամարտությունը ունի շատ կարևոր յուրահատկություն։ Ես ստիպված եմ անընդհատ հիշեցնել մեզ դիտողներին նաև, որ երբ որ երկրների միջև չկա ուղիղ անմիջական սահման, մանավանդ տարածաշրջանային մակարդակում, երկուսն էլ գերտերություն չեն, որ ունենան օրինակ ռազմաբազաներ տարբեր երկրներում կամ ծովային տարածքներում, հա, այս երկրները իրենք գտնվում են մի տարածաշրջանում, բայց նրանց միջև կան մի քանի այլ պետություններ եւս։ Օրինակ այս պարագայում, եթե չեմ սխալվում, գոնե իսրայելական կողմի տարածած տեղեկատվության համաձայն, Իսրայելը անցել է Սիրիա եւ Իրաքի օդային տարածքներով եւ այդպես է գործողություն իրականացել Իրանի ներսում, հա։ Այսինքն կա այս նրբությունը, որ հակամարտությունը ուղիղ ցամաքային ուժերի ներգրավվածություն չի ենթադրում։ Հիմնական գործողությունները օդային, օդուժի կամ հեռահար սպառազինության միջոցով է իրականացվում։ Եվ այս պարագայում բնականաբար տեսեք, Իրանը արդեն իսկ պատասխանել ինչպես կարող է։ Հիմա եթե խոսենք սրանց 2 տարի առաջվա օրինակ դիրքային պատկերով, մինչև 2023 թվականի հոկտեմբերը, երբ սկսվեց Գազային պատերազմը, Իրանի դիրքերը շատ ավելի ամուր են, որովհետև այս հակամարտությունը կրկնում եմ այսպես հեռահար թիրախավորման բեր կամ պրոքսի դերակատարների միջամտությամբ։ Իհարկե նաև հետախուզական եւ հատուկ ծառայությունների դերակատարման, որը այս պահին Իսրայելի կողմից շատ ակտիվ է Իրանի տարածքում։ Հիմա անցյալ 2 տարիների ընթացքում Իսրայելը կարողացել էր չեզոքացնել իրանական պրոքսիներին, դա օրինակ նույն Գազայի հատվածում իսլամական ջիհադներ, իհարկե Համասին եւս կարելի է որպես գործընկեր համարել Սիրիայում վարչակարգի փոփոխությունը եւ փաստացի իրանական ուրեմն ներկայության զրոյացումը Սիրիայի տարածքում, այս բանը գրեթե իրանական ներկայություն չկա, բայց գոնե Բաշար Ասադի կառավարմանը ժամանակահատվածում Իսրայելի սահմաններին բավականաչափ մոտ կար ինչպես ԻՀՊԿ-ի ներկայություն, այնպես էլ տարբեր իրանամետ ուժերի։ Լիբանանում Հիզբալլահը, որը իրանամետ եւ Իրանի հովանավորել ամենակարևոր դերակատարներից է, 2025 թվականի սեպտեմբերին, եթե չեմ սխալվում, զգալի մեծ հարված հասցրեց Իսրայելը Հիզբալլահին, գլխատեց նրա վերնախավը, իսկ ներկայությունը կամ Իսրայելի սահմանից զգալիորեն հեռացեց նրանց ներկայությունը։ Այսինքն, եթե այդ դիրքային պայմաններում ակնհայտ է, որ շատ ավելի մեծ վնասներ Իրանը կարողանա հասցնել Իսրայելին խաղի մեջ մտցնելով այդ պրոքսիներին, բայց այդ պրոքսիները այս բան չկան։ Այսինքն մնացել է հեռահար սպառազինությունը եւ եթե կան հնարավորություններ, ես դրան շատ քիչ եմ տիրապետում, որտեղ դա փակ ինֆորմացիա է, Իսրայելի ներսում որոշ հետախուզական
եւ հատուկ ծառայությունների դերակատարման հնարավորություն։ Բայց այս բանը չեմ կարող ասել, արդյոք Իրանը ուներ նման ցանց զարգացած, ինչպես օրինակ Մոսադը Իրանում։ Որտեղ Մոսադը շատ ակտիվ է աշխատել, օրինակ նույն այդ թիրախային գործողությունները այդ կարևոր նշանակության անձանց նկատմամբ հիմնականում Մոսադն է իրականացրել։ Ոչ թե Օթուժն է աշխատել այդ ուղղությամբ, այլ Մոսադը դիվերսիաներ է իրականացրել, շարքից անելով այդ կարևոր անձանց մի շարք կարևոր օբյեկտներ, հատկապես օդանավակայաններ եւ այլն։ Հա, այսինքն Իրանի պատասխանը արդեն իսկ կա, այ դրա արդյունավետության չափը չեմ կարող գնահատել, որովհետեւ ել եմ ասում, ինֆորմացիան շատ սուղ է։ Հիմա դուք կարդացիք, նաեւ նշեցիք, որ ես էլ հաստատեցի, որ տարբեր օրինակ զինապահեստների դեմ են գործողություններ իրականացնում, հրթիռային պահեստների դեմ են իրականացվել։ Իսկ այդ հրթիռները այդ հիմնական ներուժն է, որով Իրանը պետք է պատասխաներ Իսրայել։ Հիմա քանի որ դեռևս առկա չէ ինֆորմացիա, թե ինչ կարգի վնաս է հասցվել, քանի հազար կամ քանի 100 հրթիռ է մնացել, դժվար է գնահատել, թե ինչպեսին կլինի Իրանի պատասխանը։ Թիրախների մասին ընդհանուր առմամբ խոսեցինք, ինչ թիրախներ են ընտրում եւ հատկապես կուզեի այստեղ կանգ առնել մարդկային կորուստների վրա, որը Իրանը ունենում է վերջին տարիներին հատկապես սկսած Ղասեմ Սոլեյմանի սպանությունից 2020-ին, թեև դա ամերիկյան զինուժներ իրականացել համագործակցված գործողություններ Միացյալ Նահանգներ, Իրաք եւ ուրեմն Իսրայել իհարկե։ Եվ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի ավիավթարը այդ կորուստը եւ արտգործ նախարարի Չնայած դա նշում է, որ որևէ կողմնակի միջամտություն չի եղել, բայց իրականում այո շատ լուրջ մարդկային կորուստ է։ Եվ հիմա Ալի Բաղերի գլխավոր շտաբի պետի զինված ուժերի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը բավական ազդեցիկ ամենակարևոր ազդեցիկ ուրեմն ռազմական կառույցներ Իրանում։ Ինչպես է կարողանում Իսրայելը այդպես ճշգրիտ ընտրել թիրախներ եւ հասնել դրանց։ Դե սա էլ եմ ասում, այս հակամարտության տրամաբանությունից է գալիս։ Եթե օրինակ իրենք ունենային այդ երկրներն ունեն ընդհանուր սահման, հակամարտության տրամաբանությունը բոլորովին այլ կներ, ցամաքային ուժեր դրանում ներգրաված կլինեին, հա, այլ ուրեմն զինատեսակներ, այլ մեթոդներ, քանի որ դա չկա եւ յուրահատկությունը շատ այսպես հետաքրքիր յուրահատկությունն է այս կոնֆլիկտը։ Դրա համար գործողությունները հիմնականում կենտրոնանում են այդ մակարդակում, թիրախային գործողություններ, թիրախային հարվածներ, ոչ միայն ռազմավարական օբյեկտների, այլև այն անձանց նկատմամբ, որոնք մեծ ազդեցություն ունեն թե ռազմական հարթությունում, թե միջուկային հարթությունում։ Եվ սա է պատճառը, օրինակ, որ դուք հիշատակեցիք Ղասեմ Սոլեյմանիին, այսինքն ողջ այդ ստորաբաժանման ղեկավարին, որը շատ մեծ ազդեցություն ուներ 2010-ականներին Իրանի հատուկ գործողությունների կազմակերպման մասով մերձարարել։ Այո, եւ շատ մեծ նաեւ այսպես հեղինակություններ են, որոնք ոչ միայն Իրանում, ամբողջ տարածաշրջանում շիա բնակչության եւ շիական տարբեր կազմակերպությունների շրջանում։ Հիմա եթե գանք արդեն կոնկրետ թիրախային գործողությունների իրականացման տրամաբանությանը, էլի գալիս է դա պայմանավորված է երկու երկրների հակամարտության բնույթով։ Այստեղ շատ մեծ դերակատարում են ունեցել միշտ հատուկ ծառայությունները։ Օրինակ այս դեպքում իսրայելական Մոսադը, ԻՀՊԿ-ն եւ հատկապես ՈՑ-ը Իրանի պարագայում, որոնք ձևավորել են գործակալական ցանցեր, որոնք տարբեր պրոքսի ուրեմն գործընկերներ են ձևավորել եւ ըստ անհրաժեշտության դրան գործարկել են։ Իսկ Իսրայելի պարագայում բնականաբար Մոսադը Իրանում բավականաչափ խոր ուրեմն ներկայություն ուներ եւ տևական ժամանակ շատ արդյունավետ կերպով աշխատում էր, ընդ որում ասեմ, որ այս գործելակերպը շատ հաջողված գործելավոճ է Իսրայելի համար, օրինակ նույն Հիզբալլահի վերնախավին նրանք այսպես գլխատեցին, այսինքն հստակ Մոսադը աշխատել էր, տվել էր տվյալներ Պեյջերների պատմությունն է։ Նաև պեյջերների պատմությունը, պեյջերներից սկսեց, բայց հետո ամբողջ Հիզբալլահի ուրեմն
վերնախավը հատուկ արտակարգ հավաքի ժամանակ, եթե չես խաղում, Բեյրութի արվարձաններից մեկում հրթիռային հարձակման էր ենթարկվել Իսրայելի կողմից։ Այսինքն հատուկ ծառը այսօրվա հակամարտությունների ամենակարևոր յուրահատկություններից մեկն է, երբ որ շատ արդյունավետ կերպով աշխատում է արտաքին հետախուզությունը, տրամադրելով թիրախային ուրեմն հարվածների համար կոորդինատներ եւ համակարգված կերպով ուրեմն աշխատում են արդեն նաեւ զինված ուժերի մյուս ստորաբաժանումները եւ կարող է իրականացնել։ Իրանում հաստատի մենք տեսնում ենք, որ բազմաթիվ նման օրինակներ արձանագրվել են։ Օրինակ տարիներ առաջ ես հիշում եմ միջուկային ոլորտի էլի կարևոր գիտնականներ շարքից հանվեցին էլի նման թիրախային հատուկ գործողության արդյունքում էլի նման հարձակումներ տեղի ունեցել են իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, անգամ դուք նշեցիք հանգուցյալ նախագահի դեմ հետ իրականացված գործողությունը, բայց օրինակ կան հստակ բավականաչափ վերջին շրջանում ակտիվացած գնահատականներ, որ դա էլ ինչ որ դիվերսիոն գործողության արդյունքում էր եղել է օրինակ նույն 2019 թվականի, եթե չեմ սխալվում, Իրանի տարածքից միջուկային օբյեկտների վերաբերյալ շատ մեծ փաստաթղթային արտահոսք, որտեղ եւս Մոսադն է աշխատել, ընդունում Ադրբեջանի տարածքով է դուրս բերել այդ ողջ ինֆորմացիան։ Օրեր առաջ Իրանը հայտարարեց, որ նման տեղեկատվություն ստացել է Իսրայելից։ Այսինքն այս մակարդակում է եղել նրանց գործողությունների եւ հակամարտության դրսևորումը։ Իհարկե Իսրայելի պարագայում մեծ դեպքում շատ ավելի հաջողված, քան Իրանի։ Եվ ամենակարևոր հարցը, պարոն Պետրոսյան, այս հակամարտության սրացումը կհանգեցնի արդյոք ինչ-որ կերպ հնարավոր է կանխատեսել արդյոք ռեգիոնալ պատերազմի եւ ինչ վտանգներ է առաջացնում Հայաստանի անվտանգության միջավայրի համար։ Իհարկե մեզ համար ամենակարևոր հարցը սա է։ Հիմա շատ դժվար է կանխատեսել արդյոք զարգացումները այդ սցենարով կգնան։ Դրա համար ես 3 հանգամանք եմ ուզում նշել։ Նախ առաջինը, որքանով է պատրաստ իրանական իշխանական վերնախավը եւ վճռական Իսրայելին հասցնելու նույնպիսի ռազմավարական վնասներ, ինչպես օրինակ Իսրայելը հասցրեց այս վերջին ժամերի ընթացքում, թե միջուկային ծրագրով, թե հրթիռաշինության եւ թե իհարկե մարդկային ներուժի առումով։ Արդյոք իրանական իշխանությունները ունեն նման վճռականություն։ Հիմա գալիս ենք հաջորդ կետը։ Եթե ունեն նման վճռականություն, արդյոք ունեն հնարավորություններ այդ գործողություններն իրականացնելու, հա։ Եթե ունեն վճռականություն, ունեն հնարավորություններ եւ եթե որոշում կայացվի ուրեմն գնալու այդ ճանապարհով, ապա կարծում եմ այդ դեպքում շատ մեծ հավանականությամբ տարածաշրջանային պատերազմի ականատես կլինենք, այսինքն ոչ միայն Իսրայելի տարածքի թիրախավորում է լինելու, որտեղ պարզ է, որ եւ արդեն իսկ ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները համակողմանի աջակցություն ցուցաբերելու են Իսրայելին, իսկ նման դեպքում թիրախավորում են նաեւ Միացյալ Նահանգները, իսկ Միացյալ Նահանգների ներկայություն որտեղ կա տարածաշրջանի բազմաթիվ երկրներ, դրանք Պարսից ծոցի երկրներն են, Իրաքն է, Սիրիայում կա ներկայություն, Հորդանանում կա ներկայություն։ Քան այդ բոլոր երկրներում Միացյալ Նահանգների ռազմաբազաները լեգիտիմ թիրախների են վերածվելու։ Եվ Իրանը հանգիստ կարող է նման գործողություններ իրականացնել։ Իսկ եթե արդեն թիրախավորում են տարածաշրջանի արաբական երկրները, արդեն իսկ պատրաստ է տարածաշրջանային պատերազմը։ Հիմա այս նույն համատեքստում, եթե ավելի խորացնում ենք, զարգացնում ենք այս վատթարագույն սցենարը եւ գալիս ենք կապում ենք ձեր հարցի երկրորդ բաղադրիչի մեր տարածաշրջանի ու Հայաստանի հետ կապելով, տեսեք, մեծ հավանականություն կա, որ տարածաշրջանային պատերազմի դեպքում կբացեն նոր ճակատներ Իրանի դեմ։ Իսկ այդ պոտենցիալ ճակատներից մեկն էլ Ադրբեջանն է, Ադրբեջանի տարածքն է, որը մշտապես դիտարկվել է որպես նման ենթակառուցված բարենպաստ պլազդարմ, եթե կարելի այդպես ասել, Իրանի դեմ գործողությունների համար, ասեմ ավելին,
իմ գնահատմամբ անգամ Ադրբեջանն է նախապատրաստվել նման սցենարի, բնականաբար դրան ներգրավելու դեպքում ունենալով իր հաշվարկները եւ ունենալով իր հնարավոր հաղթաթղթերը, հաշվարկելով իր հնարավոր հաղթաթղթերը։ Այսինքն եթե այս սցենարով գնա իրավիճակը, անշուշտ անխուսափելի է, որ մեր տարածաշրջանը կխուսափի պատերազմից, իսկ այդ դեպքում բնականաբար, ինչպես արդեն նշեցի, Ադրբեջանը մտնելով նման խոշոր խաղի մեջ, մեծ խաղի մեջ եւ արկածախնդրության մեջ, բնականաբար ունենալու իր ակնկալիքները դրանից եւ դրանցից մեկն էլ արդեն Հայաստանի դեմ գործողություններն են եւ այդ Սյունիքի նկատմամբ հավակնությունները առաջնային դա չի բացառում իհարկե այլ ուղղություններով եւս եթե պատերազմ սկսվի եւ լինի գլոբալ անորոշություն եւ տարածաշրջանում որևէ մեխանիզմ իրավաքաղաքական չաշխատի, ուրեմն ռազմավարական չաշխատի այստեղ Ադրբեջանի զսպելու, չի բացառում տարբեր ուղղություններով այդ պատերազմը լինի։ Այսինքն սա հիմա մենք քննարկում ենք հնարավոր վատթարագույն սցենարը, բայց պետք է դա էլ հաշվարկել եւ դրան էլ պատրաստել։ Իսկ կարճաժամկետ հեռանկարում պետք է ակնհայտ կերպով հետևել զարգացումներին, հասկանալու առով թե ինչ ուղղությամբ են գնում, որտեղ եթե անգամ տեսեք այս փուլով ընդհատվում է, սա եւս մեզ համար մարտահրավեր է, հա, որտեղ այնուամենայնիվ մենք ունենալ ենք թուլացած Իրան։ Իսկ թուլացած Իրանը, որի ազդեցությունը ամբողջ մերձարալքում եւ հարավային Կովկասում էականորեն նվազելու է, դա արդեն մեզ համար մարտահրավեր է, որտեղ Իրանը եղել է այն կարևոր դերակատարներից մեկը, որը մեզ հետ ներդաշնակ շահեր ունենալով թուրքական գործոնի ազդեցությունը զսպելու հարցում այսպես փոխադարձ համագործակցությամբ մինչև հիմա հնարավոր եղել է կանխել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ռազմական եղանակով իրականացմանը, անգամ դիվանագիտական եղանակով իրականացմանը։ Դե ամենավերջին հետաքրքիր շեշտադրումն եմ ուզում հիշեցնել, երբ որ Էրդողանը վերադառնում էր Ադրբեջանից ընդամենը շաբաթներ առաջ։ Լաչինից, այո, վերադառնում էր Թուրքիա, Անկարա, նա ինքնաթիռում լրագրողների հետ հարցազրույցում հստակ ուղեր ցեղեց Իրանի, որ իրանական կողմն էլ պետք է փոխի դիրքորոշումը եւ ինչպես հենց ինքն է նշել, այդ win-win ուրեմն տրամաբանության մեջ գործի, փորձի օգտվել իրավիճակից, այլ ոչ կանխել հնարավոր դրական միջավայրի ձևավորումը։ Այսինքն սա հստակ ուրեմն ցուցիչ է, որ այս պահին Իրանը այն կարևոր դերակատարներից եւ գուցե ամենաազդեցիկ դերակատարը, որ զսպում էր ռազմական սցենարով Զանգեզուրի միջանցքի ծրագրի իրականացման։ Իհարկե չեմ ուզում նսեմացնել նաեւ արևմուտքի ներգրավվածությունը, դիրքորոշումը, նաեւ որոշակի առումով իհարկե Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներուժը, բայց քաղաքական եւ ռազմաքաղաքական ազդեցության մակարդակում կարծում որ Իրանը ամենաազդեցիկ դերակատարն։ Հիմա եթե կրկնեմ, հա, եթե այս բանաձևով այս կամ ներկայում եղած դիրքային պայմաններով է գնում սառեցում հակամարտության կամ ինչ որ հանգուցալուծում, սա այն մեզ համար արդեն մարտահրավեր է եւ արդեն պետք է պատրաստվել նաեւ այս պայմաններում արդեն դիրքավորվելու։ Ինչպես են կավանում իրանական ազդեցության բաց ինչով են փորձում լցնել, ինչ մոտեցում ենք ունենում, այսինքն այս ամբողջը քաղաքական հաշվարկների կանխատեսումների Հայաստանի համար եմ նշում եւ իհարկե գործողությունների հստակ սցենարներ է ենթադրում, որին պետք է երկիրը պատրաստ լինի։ Հայաստանի Հանրապետությունը դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա, սա մեր արտգործնախարարության հայտարարությունն է, իմիջայլոց։ Հիմա ինչ հնարավոր զարգացման սցենարներ կան Հայաստանի համար անբարենպաստ սցենարներ եւ տեսական տարբերակներ։ Ադրբեջանը եւ Թուրքիան դուք արդեն մատնանշեցիք Սյունիքին սպառնացող վտանգի հարցը, կարող օգտվել այս իրավիճակից, հա, եւ իրենց պլանները առաջ տան։ Այս բանը երևի թե դեռևս վաղ է այդ մասին խոսելը, բայց եթե հակամարտությունը շարունակվի եւ խորանա, չի բացառում։ Իսրայելը կարող է Ադրբեջանին հրահրել պատերազմի Իրանի ներքաշելու նպատակով։ Այո, այսինքն սա էլ հնարավոր սցենար է։ Դրա համար ես նշեցի պետք է դեռևս հետևել եւ հասկանալ։ Տեսական սցենար է, որին ես լիովին
համամիտ եմ, որ նման սցենարը շատ կանխատեսելի է, այսինքն որ Իսրայելը կօգտագործի Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ գործողությունն ավելի խորացնելու, բայց կարծում եմ, որ այս սցենարը ավելի հնարավոր կլինի, եթե process-ներ տեղ ունենան հենց Իրանի ներսում, այսինքն որոշակի հեղափոխական գործընթացներ երկրի ներսում սկսվեն, այսինքն անկառավարելի անորոշ իրավիճակ ստեղծի, այդ դեպքում թե Իսրայելը եւ թե անգամ ասեմ Ադրբեջանը եւ Թուրքիան եւս կարող են օգտվել այս իրավիճակից որոշակի ներգրավություն ունենալով հենց Իրանի տարածքում։ Ես կցանկանամ նշել, որ այս պահին եղած իրողությունների պայմաններում բավականաչափ դրական եմ գնահատում նաև Հայաստանի արտգործնախարարության արձագանքը, այնտեղ երկու շերտ կառանձնացնեմ, մեկը այն, որ միջազգային հանրության դիրքորոշումը եւ դիվանագիտական հարթությունում բնականաբար հենց այդպիսի ուղերձներ պետք է լինեն, որ հակամարտությունները պետք է կարգավորեն խաղաղ եղանակով եւ ցանկացած ռազմական էսկալացիան թույլատրելի է։ Երկրորդը կոնկրետ Իսրայելին թիրախավորմամբ, որը արդեն ցույց է տալիս Հայաստանի եւ Իրանի միջև կարևոր հարաբերությունները։ Սա շատ կարևոր է, ինչու համար, որովհետեւ նախ այդ աջակցությունը դեռևս Իրանի համար շատ կարևոր է, մյուս կողմից անհրաժեշտ է նաեւ Հայաստանի Հանրապետությանը մեր արժեվ եղած մարտահրավերները կանխելու համար, որոնց մասին մենք խոսեցինք, այսինքն Իրանը չնայած նման փորձության ենթարկված, բայց դեռևս շարունակում է ազդեցիկ դերակատար մնալ, վիրավոր առյուծ է, եթե կարելի այսպես ասել, եւ դեռևս շատ վտանգավոր է։ Իսկ եթե այս բանը Ադրբեջանը փորձի ինչ-որ արկածախնդրության գնալ, ես վստահ եմ, որ Իրանը ունի այն ներուժը, որով կարողանա Ադրբեջանին պատժել։ Իսրայելի պարագայում մի փոքր բարդ է, որտեղ կա ուրեմն նշեցի լոկացիաների խնդիր, կա օբյեկտիվ խոչընդոտներ։ Իրանը անմիջական հարևանն է, Ադրբեջանը անմիջական հարևանն է Իրանի եւ այստեղ թիրախավել է գումարած դրան Ադրբեջանի ներսում շիա ազգաբնակության արկայությունը, որոնց վրա կա իրանական ազդեցություն։ Այստեղ Իրանի համար հարցեր լուծելը շատ ավելի հեշտ են։ Դրա համար եմ նշում, որ այս պահին դեռևս Իրանը այն աստիճան չի թույլատրել, որ Ադրբեջանը մտածի ինչ որ արկածախնդրություն, անգամ կարծում եմ, որ այս պահին եւ գուցե հակամարտության շարունակման եւս 1-2 փուլ, եթե անգամ դրանք էլ Իրանի օգտին չունեն, գոնե Ադրբեջանից եկող սպառնալիքներին Իրանը ընդունակ լինելու է դիմագրավել եւ թույլ չտալ ռազմական եղանակով ինչ որ միջանցքի բացման կամ երկու երկրների միջև սահմանի կտրման ինչ որ գործողություններ անել, բայց ավելի հակամարտություն ավելի խորացման պարագայում իհարկե դա տեսական մեզ համար ամենաբացասական սցենարն է։ Շնորհակալ եմ հետաքրքիր վերլուծության համար, պարոն Պետրոսյան, հուսով եմ առաջիկայում առիթներ կլինեն անդրադառնալու, որտեղ վստահաբար իրադարձությունները զարգանալու են։ Իհարկե, շնորհակալություն ձեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք զրուցում ենք արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ Իսրայել-Իրան հակամարտության վերջին սրացման մասին, փորձեցինք հասկանալ Հայաստանի անվտանգության միջավայրի համար հնարավոր վատթարագույն սցենարները։ Կհանդիպենք Եվրոմեդիա 24-ի եթերում, մնացեք խաղաղությամբ։